Կովերի թրիքից գյուղացին չարչարվում, աթար է սարքում, չորացնում, որ վառի այն դեպքում, երբ Հայաստանում էլ կարելի է գոմաղբից բիոգազ ստանալ, պնդում են երկրի պոտենցիալն այդ առումով ուսումնասիրած փորձագետները։ Հոկտեմբերից սկսած ծրագիրը հասել է հաշվարկ-հաշվետվությունների փուլին։ Մոտավորապես 95% գոյացող գոմաղբի առաջանում է փոքր, այսինքն մինչև 10 օրինակ անասնագլուխ ունեցող ֆերմաներում։ Եվ մենք խոսում ենք 6-ից 8 միլիոն տոննա գոմաղբի մասին տարեկան։ Կան որոշ համայնքներ, տեղեր, որտեղ շատ մեծ կուտակումներ կան։ Օրինակ Գեղաշեն գյուղը Կոտայքի մարզում շատ լավ օրինակ է դրա։ Որ մարզում կենսագազի ինչ հնարավորություն ունենք, ինչ մոդելի կայան կարելի է կառուցել քննարկումն այս հարցերի շուրջ է։ Հիմնական զեկուցողը ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի պատվերով հետազոտություն իրականացրած դանիական Renew Energy-ի ղեկավարը։ Դանյանի դեպ կենսագազի արտադրության օգտագործման աշխարհում ամենաբարձր ցուցանիշն ու ընդօրինակելի մոդելն ունի։ Փորձում ենք կենտրոնանալ թափոնների վրա, լինեն դրանք գյուղատնտեսական, որ գոյանում են անասնապահության արդյունքում կամ արտերը հնձելուց հետո, սննդային թափոն, որ առաջանում է միրգ բանջարեղեն վերամշակող ձեռնարկություններում, ինչու չէ նաև սպանդանոցային մնացորդների վրա, այդ ամենը համարելով կենսագազի հումք։ Գնահատականներն այսպիսին են. երկրում բուծվող մոտ 492 հազար խոշոր եղջերավոր, 187 հազարի հասնող խոզերն ու մոտ 4,5 միլիոն թև թռչունը միասին տարեկան առաջացնում են առնվազն 6,8 միլիոն տոննա գոմաղ, որին կարելի է գումարել ջերմոցների 39 հազար, սննդի արտադրությունում գոյացող 260 հազար տոննա թափոնը, հացահատիկի արտերի մնացորդ 260 հազար տոննա ծղոտը և արդյունքում ստանալ կենսագազ, հիմնականում մեթան, որը կարող է օգտագործվել ինչպես կենցաղում, այնպես էլ տրանսպորտի լիցքավորման համար։ Վառելիքի այդ քանակը համարժեք է էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 174 մեգավատ դրվածքային հզորության, տպավորիչ թվեր են հնչեցնում գաղափարը նախաձեռնած Հակոբյան բնապահպանական կենտրոնից։ Մեր նախնական հաշվարկով Հայաստան ներկրվող գազի 10%-ը հնարավոր է փոխարինել բիոգազով, այն ոչ միայն կանաչ էներգիա է, վառելիքային ռեսուրս, այլև կենսագազի տեխնոլոգիայով հնարավոր է ստանալ նաև ազոտական ու ֆոսֆորական օրգանիկ պարարտանյութ։ Իդեպ վերջին 20 տարում մեր երկրում կենսագազի ստացման 6 կայան է աշխատել։ Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականության ծրագրի ղեկավարի համոզմամբ, որպեսզի նոր ռեստարտը ստացվի, պետք է ճիշտ գնահատել բոլոր ռիսկերը։ Պետություններ, ինչպես արևային էներգետիկայի զարգացման դեպքում արեց, թափոնից ստացվող հոսանքի համար էլ արտոնյալ սակագին առաջարկի։ Իրականում կա, եղել է, եթե հիշենք Լուսակերտի բիոգազի կայանը, որը թռչնախպով էր աշխատում, շատ լավ օրինակ է, 4 տարի գործել է այդ կայանը եւ այն ժամանակ գործում էր այդ feed-in տարիֆը, այսինքն հատուկ սակագնով էր ցանցը գնում, այդ 1 մեգավատի չափով հզորություն ուներ այդ, ահագին մեծ կայան է, իրականում ուղղակի ցավոք սրտի փակվեց։ Ըստ զեկույցի Հայաստանում կարող է կենսագազի արտադրության մինչև 20 կլաստեր ձևավորվել թափոն հումքին մոտ տարածքներում։ Պետք է բիոմնացորդը վերամշակման կետ հասցնելուց մինչև ստացած հոսանքի բաշխման գրագետ ենթակառուցվածք մշակվի։ Շուկայի այս գնահատումը կօգնի եւ պետական ռազմավարություն մշակողներին եւ մասնավոր սեկտորին, ասում է ծրագրի համակարգողը։ Ուսումնասիրության արդյունքները հիմք կարող են հանդիսանալ ներդրողների համար, թե տեղական, թե միջազգային, ինչպես նաև քաղաքականություն մշակողների համար։ Փորձագետները վստահ են, երկրում գոյացող աղբի, նաև արտանետվող ջերմոցային գազերի ծավալը կրճատող միաժամանակ վերականգնվող ռեսուրսի հաշվին էներգիա ապահովող ծրագիրը հաստատ ներդրող կգտնի։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։